մենք այս թեմաների շուրջ շատ ենք խոսել եւ նաեւ շատ աշխատանք արվել է, պետք է հիշեցնեմ, որ ձևավորվել էր մշակույթի զարգացման հիմնադրամը եւ մշակույթի զարգացման հիմնադրամին է փոխանցվել կամ պատվիրակվել որոշ գործառույթների իրականացումը, ինչպիսին մարքեթինգային քաղաքականությունն է, նաեւ հուշանվերների արտադրության հետ կապված հարցերն են։ Երբ որ ես նշում էի հուշանվերների արտադրանքը, մենք խոսում ենք ըստ էության սերիական արտադրանքի մասին, որի մասով արդեն մենք ունենք պայմանավորվածություններ, համապատասխան մրցույթները կայացել են, որոշակի խմբաքանակով ուսումնասիրվել է շատ ուրեմն լուրջ շուկայի ուսումնասիրություն է արվել հասկանալու ամենաշատ սպառվող հուշանվերները, դրանց գնային արժեքների սեգմենտների հետ կապված հարցերը եւ մենք ըստ էության ֆոնդ ենք ձևավորում սկզբնական խմբաքանակ պատվիրելով մեր թանգարանների համար, այնուհետեւ այդ վաճառքից ստացված եկամուտների որոշ մասը գալու է համալրելու այդ ֆոնդը եւ շարունակաբար պատվիրելու հուշանվերների նոր շարքեր։ Ձևավորված է թանգարանների խորհուրդ, որտեղ մենք մանրամասն քննարկել ենք հուշանվերների դիզայնից, դրանց ուրեմն ներկայացվող պահանջներին վերաբերող հարցերը։ Կարծում եմ, որ առաջիկա 2 ամսվա ընթացքում արդեն առաջին այս շարքի հուշանվերները կլինեն վաճառքում։ Մենք կունենանք նոր վաճառասրահներ պատմության թանգարանում եւ պատկերասրահում, որոնք նույնպես կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ համապատասխան շինարարական աշխատանքները ավարտված կլինեն եւ մենք այսօր արդեն տեսնում ենք, որ հուշանվերային արտադրանքի բացի այս ընդհանուր մոտեցումներից առանձին համագործակցություններ են ձևավորվում տարբեր այդ թվում նաեւ հանրաճանաչ բրենդային արտադրողների հետ համատեղ արտադրանք, համատեղ հուշանվերներ արտադրելու, պետք է ասեմ, որ հուշանվերները այդ իմաստով տարբեր դասի են լինում եւ մենք տարբեր սեգմենտների համար իրենց ուրեմն տրամաբանությամբ աշխատանք ենք պլանավորում, ել չեմ ասում այն մասին, թե ինչ պոտենցիալ ունի արարողակարգային նվերների, այդ թվում պետության արարողակարգի տեսանկյունից այս հուշանվերային արտադրանքի պատշաճ կազմակերպումը եւ իրացումը։ Ինչ վերաբերում է միջազգային ներկայանալիությանը, պարոն Գրիգորյան, այստեղ էլ մեծ ծավալի աշխատանք է արված։ Մենք, ինչպես նշեցի, անցյալ տարի 18 միջազգային ցուցադրություններ ենք ունեցել եւ նաեւ մեր թանգարանները ցուցադրվում են դրսում։ Անցյալ տարի օրինակ պատկերասրահը Ֆրանսիայում հայկական իմպրեսիոնիզմի ցուցադրություն կազմակերպեց Բարբիզոնում, այս տարի պատմության թանգարանը Ակրոպոլիսում ցուցադրություն կունենա, որտեղ տարեկան 2 միլիոնից ավել զբոսաշրջիկ է անցնում։ Բառացիորեն 3 մենք կնքեցինք մտադրությունների նամակ Միացյալ Նահանգների Աստվածաշնչի թանգարանի հետ, որտեղ հայկական քրիստոնեական ժառանգությունը մշտական ցուցադրություն կունենա եւ սա էլ է պլանավորված։ Աշխատանքների ծավալը շատ մեծ է իրականում եւ միջազգային ներկայանալիությունը մեր թանգարանների գնալով բարձրանում է։ Այս տարի սեպտեմբերի 21-ին Բեռլինի թանգարանի հետ համատեղ ցուցադրություն կա պլանավորված պատմության թանգարանում եւ այս մարքեթինգային քաղաքականությունը, ինչպես նշեցի, կենտրոնացված է իրականացվում։ Պիտի ձեզ հիշեցնեմ նաեւ, որ մշակույթի զարգացման հիմնադրամին է փոխանցվել մեր թանգարանների գնումների, հաշվապահության, կադրերի կառավարման հարցերը եւ այս բարեփոխումները զուգահեռ են ընթացել, ինչը նշանակում է, որ ատեստավորումն էլ, որը վերաբերում է արդեն մասնագիտական աշխատակազմին, կգա քաղաքականությունը լրացնելու եւ ամբողջական դարձնելու։